առիթ չենք ունեցել ձեզ հետ զրուցելու եւ թեմաները շատ են, բայց սկսենք այս թեմայից։ Առեղծվածային եւ ողբերգական դեպք Արմավիր քրեակատարողական հիմնարկում։ Թիվ 1 կարանտինային խցում հայտնաբերվել է տղամարդու մարմին։ Մեծ թվով դատապարտյալներ հայտարարել են հացադուլ։ Սա այսօրվա տեղեկություն է։ Երեկվա մեկ այլ սարսափելի տեղեկությունն այն էր, որ 1 տարեկան երեխային կլինիկական մահվան են հասցրել, կոմայի մեջ է հիմա երեխան, նախնական տեղեկություններով երեխայի հոր զուգընկերուհին, թե չգիտեմ ինչն է, երեխայի նկատմամբ բռնություն կիրառել, ծեծել, ինչի արդյունքում երեխան այսօր կյանքի եւ մահվան կռիվ է տալիս։ Երևի սկսենք այս թեմաներից, հետո մի քանի այլ թեմաներ էլ կան, որոնց դուք հերթով կանդրադառնաք։ Շնորհակալ եմ։ Բարի, ես եւս շնորհակալ եմ հրավերի համար։ Վաղուց չէինք հանդիպել եւ բավականին շատ թեմաներ են կուտակվել, բայց մենք ապրում ենք այն ժամանակահատվածում եւ ունենք այնպիսի իրավիճակ, որ ամեն օր նոր առավիճ է գալիս հայոց աշխարհի վրա, ամեն օր նոր խնդիրներ, նոր խնդիրներ եւ բնականաբար բազմաթիվ ողբերգություններ։ Դուք տեսեք այն 4 տարեկան երեխայի մահը բոլորս լավ ենք հիշում, որ օրեր եւ ավել գրեթե 1 շաբաթ փնտրում էին 4 տարեկան երեխային եւ ինչ պարզվեց, որ սպանել է հայրը։ Եվ այսօր ավելի դաժան ողբերգական իրավիճակի առաջ ենք հայտնվել 1 տարեկան երեխային ծեծելով հասցրել են կիսամեռ վիճակի։ Երեխան հիմա գտնվում է հիվանդանոցում, կոմայում եւ պայքարում են բժիշկները կյանքի ու մահվան համար։ Սա բնութագրական է այնպիսի հասարակությանը, որը իր մեջ պարունակում է այլասերվածության կոնկրետ հատկանիշներ։ Միշտ ասել ենք, այլասերված իշխանությունը ծնում է, ի հայտ է բերում այլասերված հասարակություն։ 1 տարեկան երեխան, որը դեռևս խոսելու ունակություն չունի, ինչ պետք է արած լիներ 1 անձի, որ կարողանար նման վիճակի հասնել երեխային։ Իրականում ինչ է տեղի ունեցել եւ այդ կնոջ մոր բառերն են նույնիսկ, որ ամուսնացած է եղել այս կինը, ունեցել է ամուսին, որը դաժանության իր բնութագրական հատկանիշներով ակնհայտ երևացել է ծեծ ջարդ կնոջ նկատմամբ եւ այս կինը զարմանալի է նաեւ երեխային թողնելով դիմել է փախուստի այդ բնակարանից։ Ամուսին կոչվածը, որը մարդ արարած համարել քիչ հավանական է, իր ընկերուհուն է հրավիրում բնակարան եւ այդ ընկերուհին սիրուհին ծեծելով երեխային հասցնում է այս վիճակին։ Երբեմն մարդ մտածում է, թե մարդը ունակ է այդպիսի դաժանության, այդպիսի ստոր դաժանության։ Փոքրիկին հասնել այդպիսի վիճակի։ Հիմա ոստիկանությունը, այնուհետև քննչական կոմիտեն վարույթ են հարուցել եւ 1 անձ ձերբակալված է։ Գուցե նաեւ կալանավորված։ Գիտեք, այսպիսի երևույթները 1 դեպքով բնութագրվում է ամբողջ երկրիդ իրավապահ համակարգի գործունեությունը։ Երկրիդ կողմից իշխանությունների վարած անմարդկային քաղաքականությունը։ Բազմիցս ասել ենք եւ կրկնում ենք, իրար նկատմամբ այսպիսի խորը ատելություն, առհամարանք մարդու նկատմամբ, առհամարանք երեխայի նկատմամբ, դաժան վերաբերմունք ծնողների նկատմամբ, ծնողները երեխաների նկատմամբ ծնել է այսպիսի իրավիճակներ, նոր հանցագործություններ եւ բազմաթիվ այսպիսի դեպքեր ունենք։ Հանրությունը շատ դեպքերում ինձ մոտենալով առանձին քաղաքացիներ հարցնում են, թե ինչն է պատճառը, որ այսպիսի դաժան հանցագործություններ են տեղ ունենում։ Դեպքեր ունեցանք Երևան քաղաքում, մարզերում սպանություններ։ Եվ ներքին գործերի նախարար կոչվածը ասում է, թե սպանությունների դեպքերը նվազել են։ Բայց սպանությունների այսպիսի ահագնացող դեպքերը չեն կարող նվազման ցուցանիշ ապահովել։ 40 տղամարդ հավաքվում են երկու կողմից, դանակներով, հրազենով հարձակվում օրը ցերեկով, իրար վրա, սպանում են միմյանց։ Եվ ոստիկանությունը ընդհանրապես դիտորդի դերում է։ Ինչն է պատճառը։ Իրավապահ համակարգը այսօր բացառապես իր գործառույթով չի զբաղվում։ Տեսեք, երեխան այսպիսի անկայուն ոչ բարվոք ընտանիքի մասին է խոսքը։ 1 տարեկան երեխային ինչպիսի վիճակ են հասցրել։ Այստեղ արդյոք կար համայնքային ոստիկանություն եւ ընդհանրապես ոստիկանություն։ Կային համայնքի ղեկավարներ, լավ կային հարևաններ։ Տեսեք, անտարբերությունը միմյանց նկատմամբ ինչպիսին է հասել, ինչպիսի խորություն ունի։ Իմ տունը իմ պարիսպն է, այսպիսի սկզբունքով են ապրում։ Այս սկզբունքով մարդիկ կտրվել են իրարից, մարդը տանը մահանում է շաբաթներով, տեղյակ չեն լինում։ Հարևանները դիակի հոտից են նոր տեղյակացնում արտակարգ իրավիճակների ծառայություն։
Ինչպիսին է հասարակությունը դարել փոխադարձ ատելությամբ առհամարական վերաբերմունքի վիճակում։ Եվ հիմա երկիրը քննարկում է նաև վերջին հաշվով ամենածայրահեղ իրավիճակում է գտնվում այսօր Հայաստանը իր անվտանգային սկզբունքներով։ Անվտանգությունը երկրից բանակի հետ է կապված։ Բանակը հզորանում է իր տեխնիկայով, իր համալրմամբ, նոր գերտեխնիկաներ ձեռք բերելով, բայց այդպիսի տեխնիկա բանակը կարող է ձեռք բերել տնտեսության հզորացման համար։ Իսկ տնտեսության հզորացման նախապայմաններից մեկը, ես գալիս եմ նորից իրավապահ մարմիններին, ռեալ նախապայմաններից մեկը իրավապահ մարմինների օբյեկտիվ եւ օրենքին համապատասխան գործելու պայմաններում կարող է լինել։ Տնտեսությունը չի զարգանա, եթե կոռուպցիոն համակարգ է գործում։ Տնտեսությունը չի զարգանա եւ չի ապահովի անվտանգային համակարգ բանակի առումով, եթե իրավապահ համակարգը ծառայում է մեկ անձի անվտանգությանը։ Ամբողջ ոստիկանությունը դուք տեսեք ինչ է կատարվում։ Սրանք ուրախ ավտոբուսում զբոսնում են ամբողջ հանրապետությունով մեկ։ Կանդրադառնանք սրանց գործելավեճին ու պահվածքին, որը ոչ միայն ատելություն, այլ զզվանք է առաջացնում։ Ամբողջ մարզերով լցված Երևան քաղաքից մարզերի ոստիկանություն ամբողջությամբ ուղեկցում են նրան։ Ամեն խաչմերուկում ոստիկան են կանգնացնում։ Ստորացնում են այդ ոստիկաններին այնքանով, որքանով որ ծառայեցնում են մեկ անձի։ Իրավապահ համակարգը չպետք է ծառայի մեկ անձի։ Սա է խնդիրը, որ Հայաստանում այսպիսի ծայրահեղ ծանր հանցագործություններ են տեղի ունենում։ Եվ այս հանցագործությունները շարունակական են լինելու։ Շարունակական, որովհետև իրավապահ համակարգը իդեմս ոստիկանության իր պարտականությունները չի կատարում եւ նվիրված է մեկ անձի անվտանգության ապահովմանը։ Յուրաքանչյուր թեթև միջոցառմանը տասնյակ հարյուրավոր ոստիկաններ են լցվում։ Ինչ են անում նրանք։ Անում են հետևյալը, ծառայում են Նիկոլին եւ ստանում են բազմա հարյուրավոր հազարավոր դրամներ։ Այդպիսի աշխատավարձ է տալիս այն դեպքում, երբ բանակում 150-ից 200,000 են ստանում անձիկ։ Սահմանում կանգնած մեր զինվորը, ձմռան ցրտին, աշնան շոքին։ Բայց պարեկային ծառայությունները 4-ից 500,000 դրամներ են ստանում ասֆալտի վրա զվռնելու պայմաններում։ Հետևաբար հանրությունը պետք է հասկանա, որ մեր երկրում հանցավորությունը դեռևս շարունակական է լինելու։ Մեր տնտեսությունը, մեր անվտանգությունը կայուն չի լինելու։ Մեր տնտեսությունը չի զարգանալու, քանի դեռ իրավապահ համակարգը լցված է միմիայն Նիկոլին ծառայելով։ Լցված է միայն անդամադիր հայացքներ ունեցող անձանց հետապնդելով, հեռախոսալսումներով, հետևելով, գաղտնալսելով։ Այդ մասին ոստիկանության եւ իրավապահ մարմինների գործունեության եւ հանցավորության տարածման մասին խոսեց նաեւ երկրի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Երեք տեղի ունեցավ մարզահամերգային համալիրում Հայաստան դաշինքի հավաքը, որտեղ ներկայացվեց նաեւ դաշինքի առաջնորդ վարչապետի թեկնածուն եւ նաեւ ձևաչափը։ Դուք տեսնեք դալիճում ինչպիսի ջերմ մարդկային ու բարոյական մթնոլորտ էր։ Նախագահի ծանրակշիռ խոսքը եւ հանցավորության մասին, եւ տնտեսության մասին, եւ այս ոհմակի վարած քաղաքականության մասին, եւ արտաքին քաղաքականության մասին։ Ընդամենը 20 րոպե ելույթի ժամանակ նկարագրեց Հայաստանում տիրող ահավոր իրավիճակի մասին, ողբերգական իրավիճակի մասին։ Եվ իրապես ճիշտ է, այսօր միջազգային հարաբերություններում երկիրը գտնվում է, երկրները ապրում են եւ աշխատում են ոչ թե իրավունքն է ծնում ուժ, այլ ուժն է ծնում իրավունք։ Եվ այս աշխարհաքաղաքական իրավիճակում սրանք ընկել են ավտոբուսով, զվռնում են ամբողջ հանրապետությունով։ Առավոտյան ինչ-որ սուպ է ուտում ինքը իրեն լսելով։ Մարդիկ ճիշտ են ասում, չափահաս տղամարդը ամեն առավոտ սրտիկ կնկարի ու սրտիկով կդիմավորի ժողովրդին։ Հոգեկան հիվանդության ու անբավարարության զգացում ունեցող սուբյեկտ է սա։ Եվ հիմա այս ավտոբուսով զվռնելը մարդիկ քարոզարշավ են համարում։ Սա խեղդվողի կողմից փրփուրներից կախվելու ելք է։ Նա լավ է գիտակցում, որ իր վերջը եկել է եւ իր հետևորդների քանակը լիարժեք նվազել են։ Մարդիկ հասկանում են, որ ոչ միայն երկիրը պետք է ապրի պատվի եւ արժանապատվության պայմաններում, այլև հենց զուտ քաղաքացին, հենց անձը։ Եվ այսօր շատերը, եւ կասեի, որ հիմնական մասը մեր հանրության
հասկանում են, որ պատիվ եւ արժանապատվություն ունեցող անձը չի կարող Նիկոլ Փաշինյանին հետևորդ լինել։ Այդ ավտոբուսում այդ կանանց շարժ ու ձևը, նրանց պարերը, սա ցույց է տալիս անկյուն քշված առնետի հատկանիշ։ Սովետական ժամանակներում մի ֆիլմ կար, եթե չեմ սխալվում, Թանկարժեք տղան։ Այդտեղ մի արտահայտություն կար վտանգավոր կենդանու մասին։ Ասում է, որ ամենավտանգավոր կենդանին կատաղած ոչխարն է, որը կծոցում է բոլորին։ Հիմա այս ոհմակը այդ ոչխարի հատկանիշներով է օժտված։ Հիմա այս ոհմակը անկյուն քշված առնետի պես հարձակվում է բոլորի վրա, լավ գիտակցելով, որ իր հետևորդների քանակը ահավոր նվազել է, որ իր նվիրյալները ընդհանրապես իր շուրջը գտնվող, իր կողմից կաշառվող սուբյեկտներն են, որոնք հանրության մեջ շատ փոքր տոկոս են կազմում։ Գիտակցելով այս վտանգը, դուք տեսեք, հանրությունը նաև ճիշտ հարցադրում է անում։ Լավ, եթե սրա կինը իր հետ չի կարողանում յոլա գնալ, մյուսները ո՞նց են շփվում սրա հետ։ Ո՞նց են կարողանում սրա հետ ճանապարհ գնալ։ Մեկ բան է դա բնութագրում, իրենք նման են իրենց, ամեն մեկը գտնում է իր նմանին եւ իր նմանի հետ է ճանապարհ գնում։ Հայաստանի բոլոր շրջաններով զբոսնում են, հասել են մինչև Սյունիք։ Դուք տեսեք, ինչպիսի հոգեկան խանգարումի մեջ է ընկնում այս անձը, երբ քաղաքացին օբյեկտիվ հարց է տալիս։ Դուք պատկերացրեք, մարդը բողոքում է իր երեխայի նկատմամբ, որ համայնքի ղեկավարները անարդարացի են վարվել, ազատել են մանկապարտեզի տնօրենի պաշտոնից։ Հոգեկան խանգարումի մեջ ընկած ճղճղում բղավում է քաղաքացու վրա, գոնե հարցին հստակ լուծում տա։ Եթե արդարացի են հեռացրել, արդարացի է, եթե ոչ, արդարություն վերականգնի։ Մարդը հույս ունի, որ իբրև թե իր երկրի ղեկավարի հետ է խոսում։ Քաղաքացին հարց է տալիս, դուք ինչ իրավունք ունեք վեհապարի հետ այդպես վարվելու։ Նա ձեր համար նախարար է, որ նշանակեք ու հանեք։ Կատաղության եզրին է հասնում, փերփերում, իր Դուբայում թե Եվրոպայում տաների մասին է բարբաջում։ Պետք է ընկալել հետևյալը, սա իր վերջի օրերն ու ամիսներն է ապրում։ Բան չմնաց, մինչև հունիսի 7-ը։ Պետք է գիտակցել ու հասկանալ, թե սրանք էլուր են տանում։ Պապոյան կա, ինչ-որ նախարար է կոչվում այս անձնավորությունը, որ գնում էր սահմանին, թուրքական ցորենն էր դիմավորում, 4-րդ կարգի։ Անասնակեր է կոչվում, չգիտեմ իրենք դրանք փորձած կլինեն հաստատապես։ Ասում է, որ հունիսի 7-ին եթե ՔՊ չլինի, խաղաղություն չի լինի, Թրամփի ուղի չի լինի, արհեստական ինտելեկտ չի լինի։ Բոլորը լավ հասկանում են, ՔՊ-ն չլինելու պայմաններում մենք հույս կունենանք Հայաստանը վերականգնել։ Վախենում են Արցախ բառը օգտագործել եւ հայտարարում են, որ Արցախյան շարժում չի լինելու։ Բայց Հայաստանում Արցախյան շարժում չկա էլ, չէր եղել է 88 թվականին, երբ պահանջ կար դրա Արցախյան շարժման։ 30 եւ ավել տարի Արցախը անկախ է եղել եւ Արցախյան շարժում բառակապակցություն չի էլ օգտագործվել։ Հիմա սրանք սատանուց վախենալու պես վախենում են Արցախ բառը օգտագործելուց։ Հանցավորության մասին էինք խոսում։ Դուք տեսեք, ինչպիսի դեպքեր են կատարվում քրեակատարողական հիմնարկներում։ Արդեն այսօր հրապարակվեց նաև մեկ անձ ևս ինքնասպանություն է գործել։ 4 օր առաջ կալանավորված անձը 4 օրվա ընթացքում ինքնասպանություն է գործել։ Պատճառն ինչ է։ Օրը 1 այնտեղ ինքնասպանություն է լինում կամ հանկարծամահություն։ Քրեակատարողական հիմնարկում մարդիկ մահանում են։ Մեր նվիրյալներից մեկը դատարանում մահացավ Արմեն Գրիգորյանը։ Մարդիկ հիվանդանում են, անբուժելի հիվանդություն են ձեռք բերում։ Վարդան Ղուկասյանը այսօր ծանր հիվանդության մեջ է գտնվում։ Եվ շարունակում են այդպիսի դեպքեր արձանագրվել, որովհետև սրանք գիտեն ուր են տանում հանրությանը, ինքնաոչնչացման։ Եթե սրանք շարունակեն լինել, հավատացեք, Հայաստանում հայ չի մնալու։ Մարդիկ էլ չեն դիմանում սրա ստորություններին, սրա հայատյաց քաղաքականությանը։ Քրեակատարողական հիմնարկի տնօրենն նշանակե մի աղջնակի։ Վերջերս պատահաբար մեկ անձի հանդիպեցի, որ այնտեղ աշխատել է։ Եվ ինքն էր զարմացած հայտնում, որ այդ աղջնակը, որ աշխատել էր սոցիալական ինչ-որ թե իրավական բաժնի պետ,
նշանակում է քրեակատարողական հիմնարկի ղեկավար։ Հանրությունը լավ է հասկանում, ինչ ասել է քրեակատարողական հիմնարկ։ Դա նշանակում է կալանավայրեր, ազատազրկման վայրեր, դա նշանակում է հանցավորության հետ գործ ունենալ։ Մարդ, որ երբևէ այսպիսի արտահայտություն կա, ժիվոյ հանցագործ չի տեսել, հանցագործությունների հետ կապված անձիկ, որոնք գտնում են այդ հիմնարկում, պետք է կարողանա կազմակերպել նրանց անվտանգ գոյությունը։ Բնականաբար չի կարող։ Նույն Սրբուի Գալյանն էր, չէ՞ որ սրան նշանակել։ Նույն Սրբուի Գալյանի մասին վերջերս հրապարակվեց, դե բոլորս գիտենք, որ Նիկոլ Փաշինյանն արդեն բացահայտ հայտարարում է, թե այլ ինչ ստորությունների է գնում։ Նա բացահայտ հայտարարեց, որ Սահմանադրությունից հռչակագիրը պետք է դուրս բերել, քանի որ դա վտանգ է սպառնում Հայաստանի ինքնիշխանությանն ու անվտանգությանը։ Նույն ձևակերպումը տալիս է Արցախ բառը օգտագործողների հանդեպ։ Եվ այս աղջիկը համարձակություն է ունենում հայտարարել, որ Սահմանադրությունից պետք է հանել հռչակագիրը։ Բոլորը պետք է հասկանան, Հանրապետության նախագահան 3 լավ հրապարակեց, յուրաքանչյուրը պատասխան են տալու մեր զոհերի, մեր երկիր այսպիսի վիճակին հասցնելու համար, յուրաքանչյուրը անհատական պատասխանատվություն է կրելու։ Վաղը չասեք, թե հրաման եք կատարել, վաղը չասեք ընտանիք եք պահել, վաղը չասեք երեխա եք մեծացրել։ Դուք երեխա մեծացնում եք թուրքերի համար, նա ծառայելով Նիկոլին։ Սուրբուի Գալյան, դուք վաղը ոնց եք նայելու հանրության աչքերին, ձեր զավակների աչքերին։ Հռչակագիրը հայոց անկախության ինքնության փաստաթուղթն է։ Եթե դուք հռչակագիրը հանում եք, հայոց անկախության հիմքերն եք թուլացնում։ Եվ դուք կարողանում եք Նիկոլին ծառայելու, Նիկոլին ձեր նվիրվածությունը ցույց տալու համար հրապարակային ասում եք։ Եվ տեսել եք ովքեր են Սահմանադրության նախագիծը պատրաստողները։ Ինչ որ Սաքունց, ինչ որ Եգորյան, ինչ որ իրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Հովհաննիսյան կոչված, Վարդանյան ներողություն, ինչ որ էլի պատգամավորուհի։ Եվ սրանք Հանրապետության Սահմանադրության նախագիծ են հրապարակել, որտեղից հանում են հռչակագիրը։ Բոլորիս հայտնի է, սրանք չեն համարձակվի այս պահին հռչակագիրը ներողություն Սահմանադրության հանրակրվե իրականացնել։ Լավ գիտակցում են, որ բացարձակապես աջակցություն չեն ունենալու։ Եթե դուք գտնեք 5 մարդ, որոնք իրար կողք կանգնած, ասեն, որ Սահմանադրությունը պետք է փոխել, բոլորը կզարմանան։ Հանրության համար այդ հարցը հետաքրքիր չի, իր համար հետաքրքիր է գործող Սահմանադրության մեջ հռչակագրի գոյությունը։ Թե դուք ինչ եք փոխելու, իբրև թե ուզում են փոխեն ազգային ժողովի վերահսկողական ֆունկցիայի ավելացման խնդիրները։ Ինչպես եք փոխելու դա արդեն կա, կիրառող չկա պարզապես, որտեղ նույն ԿՊ-ի ուսապարկերը ազգային ժողովում, նույն կառավարությունում մեկ անձի պես զգաց հրամանի տակ կատարում են Նիկոլի կմաճույքը։ Եվ ոնց չեն ամաչում նրանք, տեսնելով այդ անձի այս տեսակ, այս վարքագիծը, նրա խոսելաոճը, նրա քայլվածքը, նրա պահվածքը, դեռևս շարունակում են նմանակել ու նմանվել նրան։ Շարունակում են նրա կամակատարը դառնալ։ Խաղաղությունը դարձրել են իբրև թե իրենց խորհրդանիշը հայտարարում են, որ խաղաղություն են բերել։ Եվ խաղաղության քողի տակ քարոզարշավ են սկսել։ Նախ պետք է իմանալ, որ քարոզարշավ իրականացնելու հիմա բացարձակ որևէ մեկը իրավունք չունի։ Քարոզարշավ կարող է իրականացվել միայն ընտրություններից 40 օր առաջ։ Իսկ այս գործողությունները բազմիցս ասել ենք, կոնկրետ հանցագործություն են։ Եթե Հանրապետության նախագահ կոչվածը ոչ բարով արդեն հրապարակել է ընտրության օրը, ապա դրանից հետո բոլոր առաջարկները, բոլոր քարոզարշավը, բոլոր մարդկանց խրախուսելու հետ կապված նյութական կամ այլ աջակցություն ցուցաբերել դա կոնկրետ հանցագործություն է։ Եվ այդ հանցագործությունը կատարում են նրանք բոլորի աչքի առաջ, որովհետև Հանրապետությունում իրավապահ համակարգ չկա։ Դրանք ամբողջությամբ ոչնչացրել են իրենց կամակատար դարձնելու մեխանիզմով։ Նույն խաղաղության մասին է խոսում այն դեպքում, երբ այսօր մեր Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը արդեն բոլորի վերաբերյալ դատավճիռներ են կայացվել։ Տվել են ՑՄ ազատազրկում։
Ռուբեն Վարդանյանը մինչև այսօր չի կարողանում եւ մյուսները չեն կարողանում դատավճռի իրենց հասկանալի լեզվով օրինակը ստանալ։ Խաղաղություն է խոսում սա։ Հայաստանում թուրքերը գտնվելով հային սպանելու պայմաններում ՑՄ ազատազրկվածին վերադարձին Ադրբեջան։ Մեր ռազմաքաղաքական ղեկավարներին, որոնք ապօրինի, անօրինական պահվում են, գերության կարգավիճակով պահվում են, մինչև այսօր գտնվում են, եւ նրանց վերաբերյալ դատավճիռ է կայացվել, եւ խաղաղություն է սա գովերքում։ Թուրքերը ավելի քան 500 քառակուսի կիլոմետրից ավել Հայաստանի մեջ են խորացել։ Տարբեր տեղեկություններով դիրքեր առաջ են բերում։ Հրապարակվել են տարբեր տեղեկություններ, որ սարերում առանձին նոր դիրքեր է ձևավորում, նոր կոմունիկացիաներ է ստեղծում Ադրբեջանը։ Եվ սրանք հայտարարում են, որ ոչինչ տեղի չի ունեցել։ Եվ կոչում են սա խաղաղություն Հայաստանի համար։ Գենշտաբի հրամանատար կա ինչ-որ մեկը, ասում էր 2 տարի առաջ, որ կսովածանան տուն կգնան։ Դե սովածացան տուն գնացին, դե գնա քշի նրանց։ Լրագրողին էր ասում, կել միասին գնանք միասին քշենք։ Սա է բերած խաղաղությունը։ Ալիևը ամեն օր հոխորտում է նոր բաներ։ Արդեն Թրամփի ուղի ճանապարհը հայտարարում են Ալիևի ճանապարհ։ Ալիևը հայտարարում է, որ առանց Հայաստանի թույլտվության ինքը Զանգեզուրի Միջանցքի օդային տարածքով օդային թռիչքներ է իրականացնում Նախիջևան։ Եվ խաղաղության մասին է խոսում։ Հարբեցող ծաղրացու բնութագրելով այս անձին սա դեռ լռում է։ Խաղաղությունը մուրում Ադրբեջանից։ Արժանապատիվ խաղաղության մասին է խոսում Հանրապետության երկրորդ նախագահը, բայց արժանապատիվ խաղաղություն կարող է բերել անձը, որ ինքը արժանապատվություն ունի։ Մենք տեսնում ենք, որ սրանք արժանապատվություն չունեն։ Ալիևն ասում է, որ իմ կմրջուկով է խաղաղություն լինելու թե ոչ։ Կարող է ընդամենը մի ստորագրեմ, բայց մի 6 ամիս հետո կարող է եւ իմ միտքը փոխեմ։ Հենց այդ չգործող խաղաղության մասին է հենց ասում նա։ Ինչ է փաստաթուղթ կստորագրեն, Նիկոլին կհանձնարեն ինչ պետք է իրենց կտա եւ կստորագրեն, բայց երբ ուզի այդ ստորագրությունին կխախտի, որտեւ լիարժեք երաշխավորություն չկա այսօր։ Լիարժեք չի երաշխավորվում այդ խաղաղությունը։ Ծեց կերած, շանցեց կերած անձը չի կարող բանակցել խաղաղություն մուրալ իրեն ծեցողի հետ։ Եվ սա Ալիևի ու Էրդողանի ոտերը լիզելով փորձում է խաղաղություն ստանալ եւ ժողովրդի վրա խաղաղություն ծախել։ 3 պատերազմ բերած այս 6-7 տարվա ընթացքում պատերազմ հրահրած անձը խաղաղության մասին է խոսում։ Որ խաղաղության մասին։ Այն խաղաղության, որ թուրքերը կարող է վաղը մտնեն Հայաստան, Ադրբեջանում եւ Եվրոպայում արդեն լավ բավականին լուրջ կառույցներ են ստեղծում արևմտյան Ադրբեջանի տարածքում նոր վարչական տարածքներ ստեղծելու, ղեկավարներ նշանակելու առումով, որտեղ ղեկավարվում է եւ ֆինանսավորվում է Ադրբեջանի նախագահ Ալիևի կողմից։ Արևմտյան Ադրբեջանն են ստեղծում Հայաստանի տեղը։ Եվ դա Սյունեքով չի սահմանափակվելու։ Արդեն Երևան են դարձրել սրանք մեր Երևանը։ Սևանալիչն են վերցնում եւ դուք խաղաղության մասին եք խոսում։ Ժողովուրդն ասում էր շան հետ ընկերացի, բայց փայտը ձեռքից մի գցի։ Այս սկզբունքով պետք է կարողանալ երկրի անվտանգությունը պահել։ Պետք է արժանապատիվ խաղաղություն բերել երաշխավոր պետությունների միջոցով։ Երաշխավորող պետք է լինի։ Եվ այդ երաշխավորող պետություն չլինելու պայմաններում Հայաստանում չի կարող խաղաղություն լինել։ Սահմանազտման, սահմանագացման քողի տակ դուք կտեսնեք բազմաթիվ գյուղեր է տալու։ Սա դեռ սահմանագծումը չի իրականացնում Տավուշի այդ 4 գյուղերից հետո, որը հանձնեցին Ադրբեջանին։ Որտեվ դեռևս վախենում է, հույս ունի ընտրություններում հաղթելուց հետո նոր ռեպրեսիաներով սկսի նորից տարածքներ հանձնել։ Եվ հավատացեք, տարածքներ հանձնելու է առանց աչքից թարթելու։ Եվ նա խնդիր չի տեսնում դրանում։ Այս պայմաններում մեր երկիրը իրոք կանգնած է գոյության խնդրի առաջ, կլինի Հայաստան, թե չի լինի։ Նոյեմբերի ներողություն հունիսի 7-ի հետ կապված ընտրությունները իրոք կապված է ոչ թե ինչ-որ քաղաքական ուժ կհաղթի, թե ոչ, այլ Հայաստան կլինի, թե ոչ։ Հայ ազգը կշարունակի ապրել իր հայրենի հողում, թե ոչ։
Այս ընտրությունը կապված է այս խնդրի հետ եւ ոչ թե քաղաքական որուժը կախտի։ Բացահայտ ակնհայտ է, ՔՊԱ-ականների հաղթելու դեպքում Հայաստան չի լինելու։ Թուրքը չի գալու հայի հետ ապրի, գալուս է հայի տեղը ապրելու համար։ Եվ հիմա քաղաքական դաշտում արդեն բազմաթիվ խմորումներ կան, նոր ուժեր, որոնք պատրաստում են ընտրությունների։ Երեք, ինչպես ասեցի, տեղի ունեցել Հայաստան դաշինքի հավաքը, որտեղ որպես վարչապետի թեկնածու ներկայացվեց Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Եվ նաև երկրորդ կուսակցությունը դաշնակցության հետ միացված է, առաջ կուսակցությունը իջմիածնի կազմակերպությունը, որը նաև ընտրություններին մասնակցեց, բայց դժբախտաբար արդյունքի չհասավ եւ գիտենք արդյունքի ինչի չհասավ։ Համայնքի մեծացման շնորհիվ ավելի խեղաթյուրեցին ընտրական տեղամասերն ու տարածքները, որի արդյունքում Սևակը չկարողացավ հաջողության հասնել։ Եվ հիմա այսօր նոր կուսակցություններ ու կազմակերպություններ են ձևավորվում։ Հայաստան դաշինքը, որի վարչապետը Ռոբերտ Քոչարյանն է, որպես ներկայացվում վարչապետի տեխնացուն, Բարգավաճ Հայաստանը, որը դեռևս չի ներկայացրել վարչապետի տեխնացու, եւ մեր ձևով շարժումը, որը ներկայացրել է որպես Սամվել Կարապետյանը, որպես վարչապետի տեխնացու։ Բայց բոլորս հասկանում ենք, մեր ձևովի հետ կապված անմիջապես վարչապետ ընտրելու օրենսդրական լուրջ խնդիրներ կան եւ թիմը համակարգող Նարեկ Կարապետյանը հայտարարում էր, որ ընտրություններից հետո պետք է իրականացնեն սահմանադրական փոփոխություններ, որից հետո կարողանան Սամվել Կարապետյանին ներկայացնել որպես վարչապետի տեխնացու։ Բայց նաեւ նկատելի է այլ ուժերի կողմից, որը նախապատրաստում են ընտրություններին մասնակցել, Թաթոյան Արմանը, Չալաբյան Ավետիքի հետ կարծեմ միացել են մեկ կուսակցություն են ուզում ստեղծել մասնակցելու, ՀԱԿ-ը եւս նախատեսում է Էդմոնդ Մարուկյանը կմասնակցի, սրանք գործնականում պետք է մտածել, որ շատ ուժեր իրենք պետք է իրենց գնահատականը տան, որ չեն անցնելու։ Պետք է իրապես իրական նայեն իրենց ուժերը։ Եթե չեն անցնելու, խնդրանք, առաջարկ, պահանջ, մի փորձեք փոշիացնել անդիմադիր ձայները։ Համոզված եղեք, որ 4% եթե չեք անցնելու որպես կուսակցություն, իսկ որպես դաշինք 8% եթե դուք չանցաք, ձեր ունեցած ձայները բազմահազարանոց ձայներ է, կարող են փոշիացվել եւ իօքուտ Նիկոլ Փաշինյանի համար աշխատել։ Հետևաբար խորը մտածեք մասնակցել եւ չմասնակցել, եւ մասնակցելուց ինչ ձևաչափով մասնակցել։ Հիմա ընտրություններում կուսակցությունների համար նախատեսված է 4%-ի շեմը։ Դաշինքի համար, եթե երկու կուսակցությունների միասնություն է 8%, իսկ երկուսից ավել կուսակցությունների միավորման դեպքում նախատեսվում է 10%։ Ու եթե մենք փորձենք 21 թվականի ընտրությունների մասնակցած ընտրողների քանակի համեմատությամբ տեսնել, կուսակցությունների համար ձայն պետք է տալ, որպեսզի 4% շեմը հաղթարեն, գրեթե 52-ից 55 հազար մարդ։ Այն կուսակցությունները, որոնք գիտակցում են, չեն ունենալու այդ տոկոսը, այդ ձայները չեն կարողանալու հավաքել։ Խնդրում եմ, մի փոշիացրեք այդ ձայները, միավորվեք այլ կուսակցությունների հետ։ Նույնը դաշինքի դեպքում։ Դաշինքի դեպքում պետք է ունենա գրեթե 105-ից 115 հազար ձայն, որպեսզի 8%-ը կարողանա հաղթահարել։ Սա ես ասում եմ 21 թվականի ընտրողների մասնակցության քանակի համեմատականով։ Եթե չեք կարողանալու, մի փչացրեք հայոց ապագան, մի ծառայեք Նիկոլին։ Եվ հիմա Նիկոլ Փաշինյանն ընտրություններին փորձում է ինքնուրույն մասնակցել, բայց նաև տեղեկություններ են հրապարակվել, որ ցանկություն ունի Եվրոպամետ ուժերին եւս առանձին կուսակցությունների տեսքով մասնակցության ներգրավել։ Արամ Զավենի Սարգսյան կոչված անձը, որին շատ տեղին քույրիկ են նաև անվանում, չգիտեմ նա Զավենի իրական եղբայրն է թե ոչ, ներողություն, Վազգեն Սարգսյանի իրական եղբայրն է թե ոչ։ Բոլոր դեպքերում նա փորձում է ինքնուրույն մասնակցել, հույս ունենալով Երևանի արդյունքները ստանալ։ Երևանի նպատականություն չէր։ Երևանինը մասնակցության ցածր քանակի արդյունքում Նիկոլ Փաշինյանի կողմից ստեղծված հանցավոր սուբյեկտների մասնակցության արդյունքում էր, որ Արամ Զավենի Սարգսյանը կարողացավ հաղթահարել անցողիկ շեմը Երևանի ավական ընտրություններում։ Եվ հիմա նաև Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի միավորել բոլորին։ Արամ Սարգսյան,
Բաբաջանյան եւ այլ ինչ-որ եվրոպամետ այլ ուժերի, որպեսզի նրանց հետ կարողանա անցողիկ շեմ ապահովելուց հետո կոալիցիա կազմել ու վերարտադրվել։ Հանրությունը պետք է հասկանա նաեւ հետեւյալը, այս ուժերը թուրքական ուժերին ծառայող, Նիկոլ Փաշինյանին ծառայող ուժեր են։ Սրանք մինչև հիմա շարունակական պնդում են, որ թուրքերը իրենց բարեկամներն են, որ կարող են թուրքերի հետ ապրել հաշտ ու խաղաղ։ Եթե կարող եք գնացեք Ադրբեջան, հաշտ ու խաղաղ ապրեք։ Սահմանը բաց կտանք, կանենք, կուղարկենք, թույլ կտանք, որ գնաք։ Գնացեք հաշտ խաղաղ ապրեք թուրքերի հետ, որովհետև դա ձեր միջից է։ Դուք ներքուս թուրքական հատկանիշներ ու գեներ ունեք հավանաբար։ Հետևաբար այդ գործին եք ծառայում։ Եվ այս ընտրություններում շատ կարևոր է նաև իրապես ճիշտ ընտրել հանրապետության ղեկավարին, որ այսօր վարչապետ կարգավիճակն ունի։ Եվ շատ կարևոր է նաև հաշվի առնել, թե ովքեր են տեխնացուները։ Բարգավաճ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ասել է, որ ունի 3 կամ 4 տեխնացու։ Համենայն դեպս Հայաստան դաշինքը կոնկրետացել է եւ ճիշտ է արել կոնկրետ մեկ անձի շուրջ։ Հիմա եթե տեխնացուն ներկայացվում է, հարգելի քաղաքացիներ, ես խոսքս ավելի շատ արժանապատվություն ունեցող հայրենակիցներ, պետք է քննարկեք Հայաստանի այսօրվա իրավիճակը, որը բոլորիս համար ողբերգական արհավիրքի մեջ գտնվող երկիր ենք դարձել եւ կորսանման, պետությունը կորցնելու ճանապարհին են կանգնած, ընտրություն կատարել կոնկրետ անձի միջև։ Հաշվի առնելով անձի անցած ճանապարհը, հայրենանվեր գործունեությունը, փորձը, գիտելիքը եւ նոր որոշում կայացնել։ Բավական է արդեն Նիկոլի այն փչացած պլաստիկեն նորից դնեք, հին ու նոր խաղակ նախին ու ներկա։ Դրանք արդեն Նիկոլն էլ չի օգտագործում։ Հետևաբար երկրի փրկության համար պետք է գնահատել, ով ունի այդ առավելագույն գիտելիքը, ով ունի պետական կառավարման հմուտ փորձ, տնտեսության կառավարման փորձ, ով կարող է երկրի դիվանագիտական այս կորսանված վիճակը մեկ աստիճան գոնե բարձրացնել ու հասնել արժանապատիվ վարքագծի։ Հետևաբար այս պայմաններում պետք է քննարկել կոնկրետ անձի ունեցած փորձն ու գիտելիքը։ Փոքր ժողովուրդները, որ ասում են ժողովուրդն է կերտում պատմությունը, հավատացեք, ժողովուրդը կերտում է, բայց ժողովրդի պատմություն կերտելու հետ կապված առաջնորդությունը շատ կարևոր նշանակություն ունի։ Ես կասեի առաջնահերթություն ունի։ Եվ հիմա մեր պատմությունը անկումային վիճակում է։ Այս սրանց ուրախ ավտոբուսը մեր երկրի ճանապարհն է ցույց տալիս, որը վաղը գահավիժելու է։ Այսպիսի վարորդ ունենալու պայմաններում անդունդ է գահավիժում։ Եվ այս անդունդի գահավիժումը պետք է արգելել, պետք է սահմանել, պետք է կարողանալ փրկության եզր գտնել։ Իսկ փրկության եզրը մեկն է՝ փոխադարձ ատելությունը վերացնել, ներքին ամբիցիաները, իշխանատենչությունը վերացնել, առանց որևէ նախապայմանի միավորվել մեկ հարցի շուրջ, վռնդել Նիկոլին, փրկել երկիրը։ Սա է մեր ունեցած ճանապարհը, այլ ճանապարհ չունենք։ Հակառակ դեպքում վաղը մենք էլ հայրենիք չենք ունենա։ Ես եւս շնորհակալ